Ելույթի համար ձայնատրվում է Հրանտ Բագրատյանը, խնդրեմ։ Չեք կարում խոսակ, ասենք մի բան թույլատրված է խոսալ, մի բան թույլատրված չի։ Մենամարտը դրսում։ Մենամարտ չկա։ Կա միակողմանի ճշմարտություն, փորձում եք հանրապետական մեծամասնությամբ պահել եք ճշմարտությունը կիսատ, վերլուծություններով, չեք տեսնում արդեն երկիր չի մնում։ Նստի լսի է, իսկապես։ Ես 10 րոպե ունեմ խոսելու, մի ընդհատեք, 3 րոպե ուզում եմ խոսեմ պարլամենտարիզմի բանից, որովհետև երեք շատ եղավ, այստեղ մասնավորապես են բյուջետային ուղերձ օրենքներ, մի տարի առաջ մենք ազգային ժողովի նախագահ ենք ընտրում։ Ես ընտրել եք Գալուստ Գրիգորիչին, ես նույնիսկ շնորհավորել եմ։ Բայց ես խոր չտվեց իրան ընտրել։ Պարոն Սահակյանը ծրագրով հանդես չեկավ, ես ծրագրով հանդես եկա, որը կապված էր պարլամենտի դերը բարձրացնելու հետ։ Սկսենք նրանից, որ այն աթոռները, որ նստած է մեր ղեկավարությունը, պիտի նույնն լինի, ոնց որ մեր աթոռներն են։ Դեմոկրատիայի նշանա։ Բոլորս նույնն ենք, հասկանում եք։ Սկսենք նրանից, որ պարլամենտում, երբ որ դեպուտատը արել է օրենսդրական նախաձեռնություն, հանձնաժողովը դեմ է եղել, դեմ չի եղել, պիտի ստե քննարկվի անպայման։ Այլապես սահմանադրությունը մեզ տալիս է իրավունք օրենք գրելու ինձ դեպուտատ, իսկ 24 օրենք եմ գրել, ոչ մեկ չի մտել օրակարգ։ Այդ 24 օրենք իմ կարծիքով պակաս չեն քանցել ձեր ընդունած մնացած բոլոր օրենքները։ Եթե մենք ընդունեինք օֆշորի մասին օրենքը, վալյուտայի հետ չէր կատարվի։ Խնդրեմ միայն ընթացիկ հաշվի դեֆիցիտային սալդոն չի։ 1.5 միլիարդ էքսպերտից կեսը չի նստում բանկերի հաշիվներին։ Ոչ մեկ չեք ուզում քննարկեք։ Ինքներտար կներեք չեք հասկանում։ Ճիշտ քայլեր չեք անում։ Կատակ չեն սրանք այս բաները։ Կամ այսօր երեք մեկ բաժանել եք համանդրական փոփոխությունները, մարդիկ ասում են պարլամենտարիզմ։ Պարլամենտարիզմը ինչ է, որ պրեզիդենտի պաշտոնը մի քիչ կպնեք կամ չկպնեք։ Պարլամենտարիզմն է նա, որ եթե մենք ասում ենք պարլամենտական հանրապետության, բոլոր օրենսդրական ակտերը պետք է ընդունվեն օրենքի ձևով։ Կառավարությունը չի կարող ընդունի որոշումներ, օրինակ երեք ընդունել ենք ռահի մասին որոշում, որին ես դեպք քննարկեցի, որի մեջ կար երկու կետով կառավարությունը կարգ է սահմանում, կառավարությունը կարգ սահմանելու իրավունք չունի, այդ կարգերով իրանք միշտ ջրում են օրենքները։ Պատրաստեք սրան։ Նույնիսկ սահմանադրական փոփոխություններ առաջարկած մարդիկ գոնե գաղափար ունեն ինչա նշանակում սահմանադրական պարլամենտական հանրապետություն չունեն։ Սա բացահայտ բաներ են։ Պետք է ծանոթ լինել այս կամ այն ոլորտում գիտության կամ հասարակախաղական պրակտիկայի առաջընթացին։ Իսկ պատրաստ եմ ազգային ժողով ընդունելու տարեկան մոտավորապես 1600-1700 օրենք, այսօր մենք 200-300 ենք ընդունում տարեկան, 1500 էլ կառավարությունը որոշում ընդունում։ Չէ, երեք բյուջետային դեմ էի կլնում։ Մի հատ թեթև քայլը, որ այնուամենայնիվ ընդդիմությունը ինչ-որ բան ստացել։ Դա քիչ է, ազգային ժողովի ապարատի բոլոր բաժինները սկզբունքով պիտի ձևավորվեն։ Մենք պիտի ունենանք 40-50 հոգի պրոֆեսիոնալներ, որ օրենք են գրում, ես կամ ասեմ, այս օրենքն են ուզում, երկու շաբաթ հետո պիտի ստանամ այդ օրենքը։ Ոչ ոք չի նստում օրենք գրի։ Ես մոտենում եմ ասում եմ, ես ուզում եմ բյուջեում այսինչ ծախսը կամ այսինչ հարկատեսակը փոխեմ, ինքը բյուջեն տասը պիտի հաշվի տա։ Բյուջեն միացված ալնում դրամարկղին, այն ինչ որ կանզապետարանին, ու ավտոմատ անդադ ստանում ամիսը մեկ, ոնց է բյուջեի ընթացիկ վիճակը։ Մենք պիտի մտնենք այս սենյակ, թուղթը վերցնենք գնանք։ Ասենք մարդիկ 26-ի դրությամբ բյուջեն ինչքան մուտք է ունեցել։ Եվ կառավարությանը ոչ ոք չի էլ պատրաստվում անանք ստացնել։ Սա է խնդիրը։ Սա ուրիշ կյանք է, սա ուրիշ Հայաստան է։ Հայաստանը, որը կարա մրցակցի Ադրբեջանի կամ Վրաստանի հետ, հատկապես Ադրբեջանի հետ։ Դուք չեք ուզում սարքեք այս պետությունը։ Դուք ձեր ձեռքերը չեք քշտում, այս պետությունը չեք սարքում։ Նույնն է սա։ Հիմա եկել է հանձնաժողովը։ Սա ինչին է կո։ Ինչ արել։ Նախ ներկայացված է մի փաստաթուղթ, մի ողորմելի փաստաթուղթ 25 էջ։ Մարդուն հարց է տալիս, այնքեր։ Հանրապետությունում վերջին տարիներին ձեզ վերանշանակել են։ Ձեր գործունեության ընթացքում մրցակցությունը ավելացել է թե չէ։ Այնքեր պակասել է։ Նստի մի քանի գիտնական հրավիրեիք, մի հատ ինդեքսել մրցակցության Հայաստանի համար հաշվեիք։ Ոնց որ հաշվում է World Economic Forum-ը աշխարհի համար։ Հաշվեիք։ Ասեք, այն մենք ունենք կոմպլեքս, World Economic Forum-ը ո՞նց է հաշվի առնում։ 15000 բիզնեսմենի հարցում անում։ Ուր է ձեր հարցումը։ Թեկուզ այստեղ նստած բիզնեսմեններին։ Ո՞նց է ձեր մոտ մրցակցությունը բարելավել եւ ձեզ էլ վերանշանակել են, եթե ակտիվ հարկ վճարողները 3 անգամ պակասել են այդ ընթացքում։ Սա նշանակում է մրցակցություն ավելացնել։ Դաշը больше, ոնց որ ասում են։ Երեք ձեզ հարց եմ տալիս։ Ասում եմ, ինչի է երկրի
ցուցանիշը պակասում գլոբալ մրցունակության։ Շարմազանովն նստած, պարոն Սահակյան, բարդ ասում է ձեր տղվելները ճիշտ չեն։ Ճիշտը դու չես, այնգեր։ Այսպես բան մեկ էլ չգաք պարլամենտում չասեք։ Հիմա ընթերցում են տվյալները։ World Economic Forum 2012-2013 Հայաստան 82-րդ տեղ, 2013-2014 Հայաստան 79 տեղ, 2014-2015 Հայաստան 85 տեղ։ Հաջորդը Վրաստան համապատասխանաբար 77, 72, 69։ Հաջորդը Ադրբեջան համապատասխանաբար 46, 39, 38։ Նախ ներողություն խնդրեք, որ չգիտեք։ Երկրորդն մի կանգնեք, այստեղ բանանուններ մի տվեք, միայն այդտեղ չապացուցեք, որ չգիտեք։ Ձեզ հարց տրվեց երկհատորյակի մասին։ Ասացիք սխալ է։ Իա։ Ձեր մարդիկ են գրել։ Գոնե թերթած կաք, նույնիսկ չգիտեք, որ դա երկհատորյակ է։ Եվ ձեզ մենք հաստատում ենք, որ ինչ անենք։ Բերեմ նաև մի օրինակ, դուք նաև պարտավոր եք իմանալ, որ այն տարիներին, երբ որ Հայաստանի թիվը մի փոքր մեկ-մեկ լավացել է, ավելի շատ միշտ վատացել է։ Այդ լավացումը գալիս, ասենք 82-ից եկել է 79, կամ չգիտեմ 92-ից եկել է 82-րդ տեղը։ Դա ոչ թե նրա հաշվին է, որ մենք լավացել ենք։ Բանը 3-8-ից դառել է 3։ Պարզապես ուրիշ երկրներ ավելի շատ են վատացել, քան թե մենք այդ տարի։ Ձեզ բաները հասնում է ձեզ։ Ի վիճակի եք որպես տնտեսագետ հասկանալ, կասկածում եմ։ Մի վիրավորվեք։ Քանի անգամ այստեղ ասացիք, մեր ռեսուրսները սահմանափակ են, սահմանափակ ռեսուրսներ չեն կան։ Այն կեր տնտեսագիտության մեջ ռեսուրսները միշտ սահմանափակ են, տնտեսագիտության տեխնոլոգիա, ես այս ստուգած չէի նշանակի։ Անսահմանափակ ռեսուրս չի լինում։ Հասկանում եք։ Բայց այստեղ կանգնում եք, ես բոլորն ասում եք։ Ինչ գործ ունեք դուք այդ մրցակցային հանձնաժողովում։ Դուք ոչ պլան ունեք, ոչ ծրագիր։ Ձեր խնդիրը տենում եք այդ դեղերը ստուգեք, ինձ դա քիչ է հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է երկրի մրցունակությունը, ոչ բարձրենք։ Այս երկիրը օրեսօր գլորվում է ցած։ Մենք առաջիկա պատերազմում վատ ենք դուրս գալու։ Եվ բարդելու ենք արդեն ուրիշների վրա, մենք արդեն հույս չունենք, որ լավ կլինի։ 2008-ին եկել է նախագահ իշխանության տարեկան 7% տնտեսական աճի խոստումով։ 8 տարում 8% աճ է տնտեսությունը համախառն։ Եվ դա փաստ չի։ Փաստ է։ Ինչի՞, որովհետև ոչ մրցակցություն չկա։ Ամեն ինչ խստանում է։ Գիտեք ոնց եք դուք աշխատում։ Դուք այսպես եք աշխատում։ Զանգում եք երևի, ասում եք, գիտեք մի քիչ դե շրաֆ կանենք, չնեղանաք։ Մի 100 միլիոն գերշահույթ է ստացել, 1 միլիոնի շրաֆ կանանք, կպրծնենք։ Մենք մեռանք ասելով, որ երբեմն երկրները, երեք այստեղ խոսում էինք, երկրները մինչև 90%-ը եթե մոնոպոլ շահույթը վերցնում են, հենց օրենքով, ասելով, որ դուք հայտնվել եք այս վիճակում, ստանում եք ոչ ստանում եք շահույթ։ Երեք իդեպ ես հաստատվում եմ հանձնաժողովի դիրքորոշմամբ։ Երեք իդեպ օրինակ դուք այստեղ ասում եք, այսօր եք ասում, որ փոքր երկիր են, դա ի՞նչ տեսություն է։ Փոքր երկիր ենք ասվում է, մրցակցությունը պետք պրոբլեմ կլինի։ Այնքաններ, առաջի 10 երկրներն են աշխարհի, 10-ից 7-ը փոքր են։ Առաջի երկիրը Շվեյցարիան է մրցակցությամբ։ Երկրորդ երկիրը Սինգապուրն է։ Երրորդ երկիրը միշտ որպես կանոն Ֆինլանդիան անցյալ տարի փոխել է, նոր 4 երկիրը Միացյալ Նահանգներն են։ Խոշոր երկրներն ասում են, «Երնեք ձեզ փոքր երկիր եք, հեշտությամբ կարգավորում եք այս հարցերը»։ Ձեզ ո՞ւմ ասել, որ փոքր երկրում մրցակցությունը պիտի վատ լինի։ Գուցե մտածեք ձեր քաղաքական իշխանության մասին, որ խեղդում եք։ Մտածել եք ինչու են, հիմա հասկանում եք ինչու են բոլոր պատգամավորները, որոնք բիզնես ունեն, ուզում են դեպուտատ դառնան, որովհետև լավ մի բան հասկացել են, քաղաքական իշխանություն ունես տնտեսական իշխանություն։ Այսինքն տնտեսություն չկա, մրցակցություն չկա։ Այս հիմնարկը 5-6 տարում վատացրել է դրա վիճակը, այդ մրցակցության վիճակը։ Եվ մենք ունենք գործ ունենք մի մարդու հետ, որը ընդհանրապես չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել։ Նախ մասնագիտորեն չի տիրապետում այդ հարցերին։ Երկրորդն էլ իրատեսակը այստեղ ինչ որ ձևով ցույց տալն է։ Այդ որում մժղտելով մարդկանց, վիրավորելով, բանն էլ ասում ես պատասխանելով, առանց իմանալու ինչ է պատասխանում։ Հիշեք։ Տարիք ես առաջ պայքարում ենք կուտակայինի դեմ։ Գնացինք Էստոնիայի կանգ ասին 21 հատ ֆոնդ կա։ Այստեղ կառավարության ներկայացուցիչ, կենտրոնական բանկին եք, մեզ համոզում է լավ ալնելու։ Այն կերն 2014-ին, 2015-ի մարտ ներդրումները տնտեսության մեջ երկու անգամ պակասել են։ Այդ են դեպքում, որ 2014-ին կուտակայինը գար, որ փողերներ պիտի գային ներդրվի։ Զրոյացել է տնտեսությունը, տնտեսության աճը, ծառայությունը, գյուղատնտեսությունը, թվեր որ գրվում են։ Դուք հասկանում եք ուր եք գնում։ Գնացեք ձեր ղեկավարության ասեք գնում ենք հաստատ կործանման։ Մարում է արդեն հանրապետությունը։ Հանրապետությունը 10 տարի է հնարով նստած է 10 միլիարդ դոլարի վրա։ Այս ձևի կատարողների պատճառով, որոնք նույնիսկ ֆիդբաք չկա, որ գնան ասեն, սենց չի։
Այսօր կանչեք պատժեք այդ կൂտակայինի հեղինակներին։ Բանջի ներդրումները չավելացան։ Ինչ եղավ այս պետությունը։ Ուր են գնացել այդ փողերը։ Ինչ էիք տանում։ Կա այն մարդիկ, որ հելնում են, այն որ հելնում են ասում են, վերջապես հայտնվեցինք, դա բանում Բաքսային միությունում 170 միլիոնը շուկա ստացան։ Կտես բաներ մի ասեք։ Մենք առանձնապես դեմ ես դրա չեմ խոս ասեմ դա գործը չի, բայց 7 միլիարդը գուցե կորցել եք, իսկ ձեզ ով ասաց որ դուք մինչև այդ 170 միլիոնան շուկան չունեիք։ Ազատ առևտրի ռեժիմով աշխատում եք, աշխատեիք էլի։ Անցել եք Բաքսային միություն, նույն ձևի մաքսազերծում եք, նույն ձևի վերահսկիչ գներով բան են անում փողերը։ Հետո ձեռ են կառում ասում Բոլորիս է վերաբերում, փորձենք խոսքի արժանապատվությունը պահպանել։ Մեհեր